Բայց Երևանում Դուք վաղվա պատարագին եք մասնակցելու, ինչպես այդ որոշումը նախ կայացրեցիք, հետո լավ այս հարցին պատասխանեք, հետո կշարունակեմ։ Կլինի չպատասխանեմ, այսօր ոչ մի խոսք չասեմ, հավանաբար վաղը կխոսեմ, հավանաբար։ Որտեղ Մայրաթորը ասում է, որ այստեղ տեղի ունեցողը պղծությունը պետք է բան լինի, մի հատ էլ պետք է օծել եկեղեցին, վերաօծել։ Կլինի չպատասխանեմ։ Ամեն դեպքում պատարագ չի կարող պղծություն լինել։ Իսկ ինչ է Մայրաթորը այդպես ասում։ Մայրաթորին հարցրեք։ Մայրաթորի հոգևորականներին հարցրեք, ովքեր որ այդ պնդումներն անում են։ Մտավախություն չունեք, որ ձեզ էլ կարգալույց կանեն։ Թողան խնդիր չի։ Եթե ձայն ենք բարձրացնում եւ մեր բարձրացրած ձայնը գտնում են այնպիսի վտանգա, որ պետք է կարգալույց անում, խնդիր չի։ Ինչ խնդիրներ կան եկեղեցում։ Դուք Facebook-ում գրառում էիք, կարելի ինչ կարող եք մանրամասնել, օրինակ ինչ ճնշումներ կան։ Այս պահին չեմ կարող մանրամասնել, բայց իմ Facebook-յան գրառումից հիշեցի մի դրվագ, որտեղ ասում ես նաև վախենում եմ չհասկացված լինելուց։ Եվ ես կարծում եմ հիմա այդ չհասկացված փուլի մեջ ենք, որ դա նաև մեր մեջ կար այդ մտավախությունը գրելուց առաջ, որ այո, չհասկացված լինելն է բավականին բարդ բան է։ Ձեզ ստիպել են, որ դուք էլ մասնակցեք միտինգների։ Չպատասխանեմ, հա։ Ինչու՞։ Չպատասխանեմ։ Այսքանով խնդրում եմ սահմանափակվել։ Չէ, երբ որ դուք հիմա չեք պատասխանում, հարցեր են առաջանում, այսինքն չի եղել նման բան։ Խնդրում եմ չպատասխանենք։ Որտեվ կան հստակ պատճառներ այս պահին այս հարցերին չպատասխանելու։ Հստակ պատճառներ կան։ Դուք ինչ եք կարծում, այստեղ տեղի ունեցող պատարագ ինչպես Մայրաթորն է ասում, հա, դա պղծություն է, թե ոչ։ Ասեցի, որ չեմ կարծում, որ պատարագ չի կարող պղծություն լինել։ Իսկ ինչու է Մայրաթորը նման գնահատական տալիս։ Խնդրում եմ հարցրեք այն հոգևորականին, ովքեր որ նման պնդումներ են անում։ Մայրաթորի էջին է տարածվել, կոնկրետ մեկը չի ասել։ Գրություն ուղարկեք Մայրաթորի էջին, թող իրենք պատասխանեն։ Դա իրենց մոտեցումն է։ Դուք ինչ եք կարծում, կաթողիկոսը կարգալույց եղած է, թե ոչ։ Չպատասխանեմ նման հարցերին։ Օրինակ դուք ինչ եք կարծում, կուսակրոնության ուխտը կաթողիկոսը խախտել է, թե ոչ։ Թույլ տվեք չպատասխանել նման հարցերին։ Դուք ինչ եք կարծում, կաթողիկոսը քաղաքականությամբ զբաղվում է, թե ոչ։ Խնդրում եմ թույլ տվեք նման հարցերի չպատասխանել։ Դուք ինչ եք կարծում, կաթողիկոսը եկեղեցին բարձրացան հոգևոր ԽՑԲ-ով է տեղավորել։ Փորձենք այսքանով սահմանափակվել։ Ժամանակը կգա այդ բոլոր հարցերին, կարծում եմ մենք տերայրերով 3 տերայրով որ Դե առայժմ ամուսնացած քահանաներից դուք Հա, մենք 3-ով հավանաբար մի օր այդ բոլոր հարցերին հավանաբար պիտի քննարկենք, պարզապես հասկանանք։ Լավ, անձերից մի կողմ խնդիրները կմատնանշեք, որոնք են։ Կարծում եմ, որ մեր եկեղեցում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք որ ցավոք սրտի մինչև այս պահը գոնե ես չեմ տեսնում լուծումներ։ Գոնե ես Տեր Արամի բարձրացրած ձայնից հետո իմ բարձրացրած գոնե չտեսանք որևէ խնդիր, որ գնար լուծման։ Այլ գնաց հավանաբար լրացնելու տարբերակով։ Ինչ խնդիրներ են, կթվարկեք խնդիրները, որ խնդրեմ։ Այս պահին կփորձեմ լուր մնալ այս հարցի շուրջ։ Բայց չեք մտածում, որ ձեր լռությունը հարցերը առաջացնելու, որ ոչ մի բան էլ չկա։ Գիտեք, մարդիկ տարբեր մտքեր կարան ունենան։ Եվ մենք կարող ենք բոլորի մտքերը հարգել։ Բայց կգա պահը, որ ի վերջո մենք էլ շատ ավելի բաց կխոսենք։ Հիմա արդար է, որ դուք Տեր Արամը գալիս եք այս եկեղեցում արարողություններ եք իրականացնում, բայց օրինակ Տեր Սարգիսի առջև դռները կողպված են։ Նայեցեք, այդ հարցը ինձ թվում է պետք է Տեր Արամին տակ։ Որտեւ ինքն է այստեղի, չէ, ես պարզապես այստեղ մի 2 ժամ առաջ եմ եկել, մի քանի խնդիրներ կար զրուցելու եւ այլն։ Հյուր եմ այստեղ պարզապես Տեր Արամին խնդրում եմ։ Թալինում ով է վաղը պատարակ մատուցելու, երբ որ դուք վաղը գաք այստեղ։ Թալինում ես իմ պատարակը մատուցելու եմ եւ գալու եմ այստեղ։
Եվ այսօր եմ ես իմ պատարագը Թալինում մատուցել եւ անցել եմ իմ սովորական ծառայության։ Եվ նույնպես վաղն լինել։ Դուք Փաշինյանի մտքերը կիսում եք այս եկեղեցու հետ կապված, որ արտահայտում են։ Նայեցեք, ինչ է նշանակում կիսել Փաշինյանի մտքեր։ Կաթողիկոսը բանա կուսակրոնության ուխտ նախախտել, եղբայրը KGB-ի գործակալ է եւ այդպես շարունակ։ Դա իրենց մեկնաբանությունն է։ Եվ ես ունեմ իմ մտքերը, որ դեռ բարձրաձայնված չեն։ Եվ թույլ տվեք այս պահին չբարձրաձայն։ Դուք տեսակ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութը, ինչ կարծիք ունեք։ Չեմ ուզում մեկնաբանել։ Ինչու։ Այս պահին չեմ ուզում մեկնաբանել։ Սրբազանն էր, հա, այդ կադրը։ Չեմ ուզում մեկնաբանել։ Դուք վաղելի կլինեք, հա, պատարագին։ Պաստայանի։ Լսեցիք, որ Մայրաթոռը ասեց սրբապղծությունը տեղի ունեցավ։ Գլխները քարին տվին։ Լսեցիք, Մայրաթոռից ասեցին այստեղ տեղի ունեցած պատարագը սրբապղծություն է։ Ինչ անեմ, ինձ մի խոսրա, ես մարդեմ կլոքից։ Վաղը կմասնակցեք պատարագին։ Բա ինչ տանեմ, ես ամեն օր մասնակցել եմ։ Բա Մայրաթոռի այս ասածը։ Յուղովոծված, մերոնովոծված մարդը թղթի վրայով կարգալուց չի լինում։ Բա ինչու է Մայրաթոռը նման Ոայ բան։ չգիտեմ, իմ գլոխը ցավում է, ես իմ սեղանիկն եմ։ Ես այդքան գիտեմ։ Հենա գնացեք թողոսա։ Բարև ձեզ, դուք վաղը գալու եք պատարագին։ Անպայման, անշուշտ։ Մայրաթոռը լսեցիք, որ ասեց սրբապղծություն է տեղի ունենում։ Հասկացա, որ ասեց։ Չհասկացա, որ այդ ասեց։ Իրանք են սրբապիղծը։ Մայրաթոռը։ Էլ ինչ ասես։ Որ նման սուպեր անձնավորությանը կարգալուծար է։ Իրան կարգալուծարած չեն, որ կարգալուծ են անում։ Առաջի կարգալուծ եղած է իրանք են։ Ով։ Հենց Մայրաթոռը, հենց Գարեգինը, հենց Մկրտիչը։ Էլում ասեմ։ Մկրտիչն ով է։ Սրբազանը։ Հա, հիմա որ կալանավորված է, կուզեի, չեք պահանջում, որ ազատ արձակեն թեմի առաջ։ Ինչ արե ինձի գալիս է մեր եկեղեցին բարևել չես տալիս։ Որ բարևը ասում է ինքն էլ եկեղեցական էր։ Էլի խոսող կա, մի հոգ էլ կա մեր տունը, որ կխոսա։ Հա, ձեր հետ վերջացնենք։ Ասեք։ Հա։ Որից եկեղեցին սարքած չէր։ Ինքը ճանաչում էր, գոնե մի անգամ այցի եկել էր այս եկեղեցին։ Ճանաչում որպես եկեղեցի, եկեղեցին չէին ճանաչում իրանք։ Ով էր եկես եկեղեցին։ Ով էր ճանաչում։ Հատուկ մարդիկին գալի, եկավ տեսարժան, վայ սարքեց արդեն բոլորը գալի եկեղեցում տեր են ելնում։ Մինչ Արամի գալը այսպես չէր։ Ոնց, ոչ, այսպես չէր։ Պետք է ոտերդ մի հարևանին խնդրեիր, որ ջուր տային։ Այդ ջրով ոտքերդ լվայր, ճահիճի մեջից դուրս գայր էթայր։ Այդ են էր։ Մայր ասում է կաթողիկոսը, որ Տեր Արամի արած հարսանիք, մկրտություն սա վավեր, բան անվավեր է։ Առաջի անվավերը իրանք են։ Հենց։ Անվավերա։ Կարգալուց եղածը կարգալուց չի կարանի։ 1. Երկրորդն էլ կյանքում կարգալուց չեն կարանը, մերոնը վրից քերում հանում են, մի անգամ է էտ լնում։ Ախպես իմաստա այծերը, գառները, հորթերը արածում էին, ուր էին դրա։ Ասում եմ այծերը, հորթերը, գառներն արածում էին, ուր էին։ Ոչ մեկ չեկավ ասես էդի ստեղ արոտավայր չի ձեր համար։ Բայց ձեր գյուղի այծերն ու ոչխարներն էին, ինչու էիք թողնում մտնեին Ես եկեղեցու ինչ գործ ունեի, ինձ ասում էր դու ով ես, խոսացել եմ, ասելա դու ով ես։ Այդ այծի տերը, հորթի տերը, կովի տերը։ Թող իմ ախտը գային, իրանք հանեին, իրանք։ Որ եկեղեցին չեն ճանաչում, հիմա ճանաչեն։ Բա ուր է։ Էսա մի հատ էլ անցորդ կին կա, էդ էլ ա ուզում խոսա։ Ես Նարեկին գիտեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ձեզ- Հովանավանից եք, թե եկեք։ Չէ, ես Երևանից եմ, բայց գալիս եմ Գերմանիայից։ Հետևում եք Հայաստանում։ Հետևում եմ շատ Հայաստանում ու ձեզ էլ գիտեմ։ Շատ լավ գիտեմ։ Գիտեք ինչ եմ ուզում ձեզ ասեմ, ասել եմ, եթե Նարեկին հանդիպեմ, պետք է ասեմ, դուք մի անգամ հարցազրույցի ժամանակ Քոչարյանին մի հատ այնց հարց տվեցիք, որ ինքը շշկրվեց, գիտեք, չէ՞ ինչ հարց տվեցիք, որ ժողովուրդը ուզում է իմանա այդ հարստությունը որտեղից են կուտակել ու ինչ միջոցներով։ Ու Քոչարյանը ասեց,
Ես ձեր հարցը չլսեցի, չհասկացա։ Հիմա ես ձեզ ուզում եմ ասեմ, ինչի կտրիչին այդ հարցը չեք տալիս։ Գալիս եք այս անմեղ, պարս, մաքուր, որ ժողովուրդը հետևը կանգնացա, այս մարդուն հետապնդում եք։ Ինչի։ Ես ամսի 28-ին այստեղ մկրտվել եմ, ինձ ոչ մի ստորագրություն պետք չի։ Հոկտեմբերի Հա, ես։ Ու Տեր հայրն էլ իմ քավորն ա եղել։ Այ տեսեք հլոուն եմ նորա։ Մի քիչ Մայրաթորն ասեց, որ վավեր չեն այ։ Մայրաթորը կներեք ինչ կերավ, չեմ ասում։ Չգնա, բայց դա Թող ասի։ Մայրաթորը մեր բոլորինն է։ Չէ, բոլորինը չի։ Մայրաթորը եկեղեցին բոլորինն է, բայց մայրաթոր կառավարողները ժողովրդինը չի։ Այդքան կիղտոտություն, այդքան կաշառակերություն, այդքան այդ բանում մայրաթորը 44 օրվա պատերազմի ժամանակ ոչ մի անգամ եկեղեցի զանգել չէ։ Ես Վարդանիկի բռնալու օրը եղել եմ Գյումրիում ու եկեղեցին զանգ տվել։ Ես իմ լացս եկավ։ Ժողովուրդ ջան, էլ չեմ կարող ասեմ։ Արդարություն, Նարեկ լավ բաներ անում ես, բայց մեկ էլ բաներ ես անում, որ ես ջղայնանում եմ ասում, Նարեկ ջան, պրծի, ախր դու տենցը չես։ Հիմա այլ արդյոք ենք հավաքվել, ոնց ասում են, դուք Գերմանիայից հատուկ եկել եք այս Չէ, ես Գերմանիայից հատուկ չեմ եկել, բայց որ տեսա սենց հետապնդումներ ու սենց անարդար, ես գիտեմ, ես 74 տարեկան եմ ու 74 տարի անընդհատ 2005 թվականից եկել եմ Հայաստան ու միշտ ուզել եմ կնքվել կոմունիստ աթեիստ մեծացել եմ, ինժեներ եմ եղել, պոլիտեխնիկ եմ ավարտել, ստուդիայում ինժեներ եմ աշխատել, բայց չեմ գտել մի ինձ կահանայի, մեկ էլ Տաթևի Տեր Միքայելն ա լավը, շատ լավն ա, իսկական որ նայում եք, համ էներգիա եք ստանում, համ մաքրություն, համ ազատություն, այն արծիվները, որ ֆռում են, այդ Տեր Միքայելի Իսկ կաթողիկոսը, Եզրած Սրբազանը, Արշակ Սրբազանը դրանք սուտ են։ Ինչու բայց։ Սուտ են, որ լավ այդ վիդեոները սուտ են։ Ինչ վիդեո։ Այդ սեքս վիդեոները, քերակնոջ, մերակնոջ, բացի դրանից, իրանց որ նայում եք, դեմքից էլ երևում են, որ իրանք մաքուր չեն։ Ես օրինակ Էջմիածին չեմ գնում, որ գալիս եմ, Տաթև վանքն եմ վանանում, խորվիրապ եմ գնում, ընդեղ քահանայի որ ասեմ չեմ հանդիպել, չգիտեմ։ Հասկացա ձեզ Տեր Արամն ա կնքել։ Այո։ Տեր Արամն է իմ քավորը։ Ես իրա սանիկն եմ, ու ուրախ եմ, ու հպարտ եմ, ու ինձ թուղթ պետք չի։ Բայց այսով եկեղեցուն հարված չի հասցվում ըստ ձեզ այլ բան է առանձին հոգևորականների հետ կապված խնդիրներ վերհանել այլ բան է ամբողջ համակարգը, հա, թիրախավորելը։ Բայց ամբողջ համակարգը հասել է այն ժամանակ, որ դուք ասում եք բաժակը ինչի հիմա, բաժակը լցվել է, պետք է ապստամբություն մի անգամ ալնում, չէ՞։ Այդ ազատությունը, այդ ճիշտ խոսքերը մի անգամ են դուրս գալիս։ Հիմա եկել է ժամանակը, թող դուրս գան ու այդ ստերը թող վերանան, թող մաքուր մարդիկ։ Մենք նույնս լավ երիտասարդություն ունենք, ես տեսնում եմ մեր երիտասարդներին, շատ լավն են։ Թողեք առաջ գնան էլի իրանք մաքուր։ Դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանը այս գործում հաջողի։ Ես Նիկոլ Փաշինյանի շատ թեզերին կողմ չեմ, բայց դեմ էլ չեմ կարա լինեմ, որտեղ եթե դու երեխա ես մեծացնում ու ամեն օր տեսնում ես, չես տեսնում, որ երեխան ոնց է մեծանում, բայց որ տարին մեկ անգամ գալիս ես ու տեսնում ես փոփոխությունները, ասում եմ 2005 թվականից ես գալիս գնում եմ ու փոփոխությունները շատ մեծ են։ Այդ Նիկոլն անում թե Նիկոլի կողմնակիցները ով, ես էդի չեմ կարող ասեմ, բայց որ շատ մեծ փոփոխություններ կա։ Եթե ունեք մի հատ ավելի
Ճիշտ, բայց Սամվել Կարապետյան չասեք, Ինչու։ որովհետև իր դեմքից, իր այդ ինչա, Նարեկ Կարապետյանը, թե ինչա։ Նարեկ Կարապետյանը։ Ափսոս է անունը, որ իր վրայա չէ Նարեկ ջան։ Ու իր տղեն, որ վունդերքինդա, դեմքից երևում են էլի ով են Սա իրան։ գեղեցկության մրցույթ Բայց չի, գիտեք, դեմքի գեղեցկություն, ուշադրության yeah, դարձի։ good։ Լավ։ Ինչի է Նարեկ Կարապետյանի ու կնոջ նկարը եկեղեցում, կարակ Սամվել ասեք։ Կարապետյանը։ Հա, Սամվել Կարապետյանի։ Ինչի։ Ով է, Բարեգործները։ չէ։ Ինչքան բարեգո, հետ, էլ ուրիշ բանը Դոդի Գագոյի նկարը խինդը չի, ինքն էլ է բարեգործ, չէ։ Ինքը բաներ է սարքում, եկեղեցիներ բան։ Ես այդ չեմ ընդունում։ Ես գնացել եմ որ թվիներ գնացի, ու այդ նկարը որ տեսա, ես ուղղակի հիասթափվեցի եկեղեցուց։ Ինչքան էլ բարեգործ լինի, ինքը Աստված չի։ Վաղվա պատարագին մասնակցել։ Այո, հատուկ եկել եմ այսօր ստեղ մնամ, այս ժամի դռան հետևը քնեմ, որ առավոտը մասնակցեմ։ Դրսում եք գիշերելու։ Չէ, ինձ տեղ կա գյուղը չէ, թեկուս, եթե տեղը չունենամ, ստեղ դուրսը կքնեմ, որ վաղվա պատարագին, անցյալ շաբաթվա պատարագին չկարողացա, որովհետև տաքսիները չէին բերում, ասում էին, որ շատ ինչ են ասում, պրոպկա է, չէին կարա, ես էլ դե այդքան տեղը չգիտեի, եթե այս ձևով իմանա, ես այս շաբաթ շատ գնացի եկա, գիտեմ։ Տերարամ, Մայրաթորը հայտարարություն է տարածել, նախ ճիշտ է, որ ձեզ Տերարամով ենք դիմում, որովհետև ասում են դուք կարկալույց հռչակված եք։ Ճիշտ եք անում, որ Տերարամով եք դիմում, որովհետև ես համաձայն չեմ, եւս մեկ անգամ ուզում եմ ասել իմ կարկալույցության հետ, որովհետև ապօրինություն է տեղի ունեցել եւ այս մարդիկ չունեն այն բավարար հիմքերը, որով որ ինձ պետք է կարկալույց անեին եւ թերի որոշումների հիման վրա, հա, այսպես ուղղակի շտապողականություն ցուցաբերելով, որ Կիրակի օրը այստեղի պատարագը չեղարկվի, շատ արագ ֆութանակի, այսպես ասած, ինձ կարկալույց արեցին, բայց անգամ այն հանձնաժողովը, որը որ ձևավորված էր ինձ լայվա մտեց այս գործընկերը մեր պայմանը խախտվեց եկեղեցու բակում։ լայվ չի մտել։ Լավ, շարունակեք։ Այսպես այնպես որ այն մարմինը, որը զբաղվել է իմ կարկալույցությամբ, նախ այդ մարմնի ոչ բոլոր անդամներն են ստորագրել իմ կարկալույցությունը, իսկ սա Հա, ասեցի եպիսկոպոսներից մեկը հրաժարվել, ով է հայտնի։ Ես չգիտեմ ով է, բայց ուզում եմ իրեն շնորհակալություն հայտնել, որ վերջապես արդարորեն է գործել, հետո երբ որ իմանամ ես ով է այդ եպիսկոպոսը, հատուկ իրեն շնորհակալություն եմ հայտնելու, որ ինքը այդ կեղծիքին եւ սադրանքներին չի տրվել։ Այսինքն սա նշանակում է, որ արդեն վերին օղակներում է ինչ-որ դժգոհություն հասունանում Մայրաթորի։ Բնականաբար կհասունանա, որովհետև այս տարիների ընթացքում եկեղեցականները եղել են ճնշված, նրանց իրավունքները եղել են ոտնահարված, մարդկանց, գիտեք, այսպես ասեմ, իրենց իշխանությունը օգտագործելով ճնշել են նրանց ընտանիքին հոգեբանորեն կոպիտ եմ ասում, բայց տերորի են ենթարկել, հա, այդ քահանայի հետ վատ վարվելով, նկատողություններ տալով, բացատրագրեր պահանջելով, ասեք օրինակ ես կուզեմ շեշտել նորից Գուգարաս թեմի առաջնորդին, ով իր քահանաներին ասել էր, որ առանց իր թույլտվության նախապես պետքա այսպես ստորագրեր ինքը, որ նոր այդ քահանաները կարողանային դուրս գալ եւ գնալ Երևան։ Իհարկե առաջնորդը խոսել էր, Հովնան Սրբազանը խոսել էր եւ ասել էր, որ սա ընտանիք է եւ որ երեխաները երբ որ գնում են տնից հեռու, պետքա հայրիկին ուրեմն տեղեկացնեն, բայց կներեք էլի
այդ մարդիկ չափահաս մարդիկ են, հոգևորականներ են, վերջապես հասարակության մեջ առաջնորդներ են, լիդերներ են, չեք կարծում, որ այս ամենը նրանց ուղակի տեղաշարժը վերահսկելու համար է եւ ուղակի անվստահության նշաններ է։ Հիմա վերադառնալով Մայրաթորի հայտարարությանը մեջ բերեմ Արագածոտնի թևի Հովանավանկում Սուրբ Պատարագի նվիրական անվան ներկո իրականացված Պիղծ բեմականությունից հետո իրավապաներին անմիջական մասնակցությամբ եւ խոչընդոտող խմբերի ներգրավման բռնազավթված է Հովանավանկը, որի հետևանքով խաթարված է տեղում ծառայությունը եւ այլն։ Նախ ձեր կողմից մատուցված նախորդ Կիրակի օրվա պատարագը սրբապղծություն է, որ ասեք չէր լինի սրբապղծություն, որովհետեւ ելի եմ ասում այն հիմքերը, որ ինձ կարգալույց են արել անհիմն է։ Սկսենք այդտեղից։ Երբ որ ես չեմ ընդունում իմ կարգալույցությունը եւ դրա համար ես ունեմ լուրջ պատճառներ, ուրեմն այս մարդկանց, կարգալույցությունը անհիմն է եւ լինելով անհիմն հետեւաբար սա դեռ քննարկման ենթակա է։ Ես նաեւ իրենցից պահանջել եմ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, պահանջել եմ բոլոր այն հիմքերը, որով որ իրենք ինձ կարգալույց են արել եւ արդեն մի քանի օր է իրենք այդ հիմքերը ինձ չեն տրամադրում։ Ես պատրաստվում եմ, այս գործով, այս մասով ավելի այսպես հետամուտ լինել, հասկանալու համար արդյոք կտրամադրեն ինձ հիմքերը թե ոչ, եւ եթե իրենք արդար են եւ մաքուր են, թող օր առաջ այդ հիմքերը ինձ տրամադրեն։ Բայց քանի որ հավատացած եմ ու համոզված եմ, որ հիմքերը չունեն ինձ կարգալույց անելու, այնտեղ նաեւ շեշտում են, սա ուզում եմ որ առաջին որ ասում եմ վերջի անգամ էլ ասվի եւ անցնենք առաջ, որովհետեւ այս թեմայի վրա շատ ենք այսպես ասած կենտրոնանում։ Տեսեք, հիմքը ասում է առաջնորդի դիմումն է քեզ կարգալույց անելու համար։ Հիմա առաջնորդի դիմումի մասին բովանդակության ես ձեզ ուզում եմ մի փոքր տեղեկացնել։ Առաջնորդը նամակ է գրել կաթողիկոսին ասելով, որ Տեր Արամը Մկրտության խորհուրդը աղավաղել է։ Իսկ ինչ է արել Տեր Արամը Մկրտության ժամանակ։ Մի փոքրիկ երեխա, որ որոշակի, այսպես առողջականի հետ ուներ խնդիրներ, եւ իր ծնողները մտածում էին, որ այդ մկրտությունից հետո իրենց երեխան պետքա բուժվի, պետքա լավանա։ Հիմա քանի որ երեխան, այսպես լացում էր, արտասվում էր եւ որևէ կերպ չէր ուզում մնալ եկեղեցու մեջ, ես ստիպված մեթոդ կիրառեցի։ Այդ երեխայի հայրը բերեց իր խաղալիքը եւ ես սկսեցի այդ երեխային խաղացնել։ Հետո մեթոդ կիրառելով փորձեցի այդ բթնոցը դնել այդ մեքենայի խաղալիքի մեջ եւ այդ կերպ նրան մկրտել։ Հիմա ավելի կարեւոր էր, որ այդ երեխան եկեղեցուց մկրտված դուրս գար։ Միգուցե իմ կիրառած մեթոդը լավագույնը չէր։ Եթե իրենք լինեին, կարող է ուրիշ մեթոդներ կիրառեին, չգիտեմ, բայց այդ պահի համար, ասում եմ, հարկ լուծանե զորենս, չէ՞։ Այսինքն մեր կյանքում կարան ստեղծվեն իրավիճակներ, որ այդ իրավիճակներից ելնելով մենք պետք է փորձենք հանգուցալուծումը տալ այդ ամենի։ Հիմա ես լինելով 6 տարվա հոգևորական, այդպես եմ պատկերացրել, բայց դա կարգալուծության համար հիմք չէ։ Ինչու՞, որովհետև կարող էին օրինակ մի հատ նկատողություն տալ կամ ուղարկել որևէ տեղ թեկուզ ճգնության 5 օրով, 10 օրով, բայց այդ դրանից հետո երբ որ դու հարցը ներկայացնում ես կարգապահական, որ այդ մարդուն կարգալույց անեն, ես այստեղ ավելի շատ վրեժխնդրություն եմ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այդ խնդիրը չլիներ, դուք այդ հայտնի գրառումը չէիք անի, այս կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությանը չէիք միանա։ Ոչ միայն այդ խնդիրը, տեսեք, ես այն ինչ որ Հովանավանկի տարածքում կանեի, դա խնդիր էր հարուցում։ Մեկ անգամ գերուծնող այստեղ թխվածք էր պատրաստել բերել, որ ես բաժանեի բոլոր պատարագի եկածներին։ Թեմի առաջնորդը եկել է ու բոլորի առաջ կշտամբելով, հանդիմանելով, ինձ զգուշացրել է, որ հետ այսու այստեղ նմանատիպ բաներ չանեմ։ Լավ, եկեղեցու մեջ, եթե մենք չենք կարող անգամ մարդկանց կերակրել, ինչ է կարելի եկեղեցում անել։ Կամ ամբողջ եկեղեցու մեջ օրինակ ասում են, որ դու խաբեբա ես, ասում եմ, ինչի համար եմ խաբեբա։ Ցեք մի փոքր մանրանում ենք, բայց սա պիտի ասեմ։ Ինքը մարդ էր ուղարկել խորան, որ ինձ իրեն ներկայացնելուց միայն ասեմ Աստված օգնական Սրբազան հայր։ Ես երբ որ թերի էր փոխանցել Սարգսակը այդ ամենը ինձ ասելով, որ Սրբազան ուզում եմ, որ իրեն սեղմ ներկայացնես։ Ես ներկայացրեցի, ժողովրդին, աստծի սիրելիներ, ես ուրախ եմ, որ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդի գլխավորության պատարագ եմ մատուցում, Աստված օգնական Սրբազան հայր, ես դրա համար բացատրագիր եմ գրել։ Այս տարածքի կանաչապատման համար ATP ընկերություն կա շատ հայտնի, որ բարեգործական ծրագրեր ունի եւ տարբեր վանքերի եկեղեցիների տարածքում կանաչապատում է իրականացնում։ Այդ ընկերությանը ես եմ հրավիրել Արագածոտնի մարզ։ Ոչ միայն կանաչապատել ենք Հովանավանքը այս կերպ, այլ նաեւ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, Սամոսավանքը եւ նաեւ հենց Աշտարակի Սուրբ Մարիանեն, Առաջնորդարանի տարածքը։ Հիմա այս մարդկանց համար ընդհանրապես այս մարդկանց մի կնիք էր պետք, որով որ իրենք կհաստատեին, ցույց կտային, որ իրենք այդ ծառերը ուղարկել են Հովանավանք։ Ուրեմն
բոլոր եկեղեցիների համար տրվել է թեմի առաջնորդը այդ կնիքները, հաստատել է, որ այդ ծառերը հասել են տեղ, բայց հենց հերթը հասավ Հովանավանքին, ասաց, որ ինքնագլուխ որոշումներ ես կայացրել եւ կասկածի տակ դրեց, որ ես իրենից ժամանակին օրհնություն եմ ստացել։ Ես անգամ փաստերով իրեն ներկայացեցի, այսինքն ինչ եմ ես այս պատմությունները ձեզ պատմում, որ դուք պատկերացնեք եւ հասկանաք, որ այս տարիների ընթացքում այս մարդը ուղղակի որևէ ձև չի փորձել, այն որ ինձ հետ համագործակցել, անգամ տարի եւ կես այդ մարդը ուղիղ ինձ զանգահարություն չի արել եւ չի էլ թույլ տվել, որ ես իրեն զանգեմ, որովհետեւ կարող են մեր հարաբերությունները լավ լինել, բայց սա վերջապես վանք է։ Եվ մենք ծառայում ենք ժողովրդին, կային հարցեր, որ ես ուղղակի որպես իմ թեմի առաջնորդ իրեն պիտի ուղղեի, պատասխանները պիտի ստանայի, բայց ինքը երբևէ այս տարիների ընթացքում թույլ չի տվել, որ ես իր հետ ուղիղ կապի դուրս գամ եւ անդադ կամ ես ինչ-որ քահանայի, կամ ինչ-որ սարկավագի միջոցով է շփվել։ Ձեր կողմից իրականացված պսակը, մկրտությունը եւս մայրաթոռը համարում է պղծություն եւ ասում է դրանք ոչ մի արժեք չունեն, մի բան էլ երբ որ այստեղից ձեզ բարով խիրով դուրս հանեն, ինչպես իրանք են ասում, այդ բառը իմներ իրենցը չէ, պետքա եւս մեկ անգամ բառը մեջ բերեմ, որ սխալ չլինի։ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման, պետքա վերասրբագործել, երբ դուք այստեղից հեռանաք։ Ինձ թվում է, երբ որ կաթողիկոսին վեհարանից կհանենք, մենք նաև կվերասրբագործենք վեհարանը, հետո այդ նույն տրամաբանության մեջ կվերասրբագործենք Էջմիածնի մայր տաճարը, որովհետև տարիներ շարունակ պղծությունը ամուր գրկած հոգևորականները բարձրաստիճան մտել են մայր տաճար, դուրս են եկել, խորան են բարձրացել։ Հետևաբար ինչ ասել կուզեմ, ունենալով կին եւ երեխաներ եւ սա փաստ է։ Դուք երբ իմացաք մի քանի ամիս առաջ թե ավելի վաղ։ Ես սրա մասին շատ էի լսել, բայց մի քանի ամիս առաջ արդեն վերջնական ապացուցվեց դա ինձ։ Ինչ են արել, ԶԱԳՍ-ի թուղթ եւ ծննդական են ձեզ ցույց տվել։ Ոչ։ Ես հիմա տեսեք ինչ հայտարարություն եմ, չէ՞, տեսեք ես հայտարարություն եմ անում եւ եթե այդ ամենը սուտ է եւ կեղծ, եթե մեկը ինձ ասի, որ ես, չգիտեմ, ունեմ 10 կին եւ ամիսներ շարունակ, տարիներ շարունակ սրա մասին խոսի, ես այդ մարդուն գոնե մինիմում դատարան կտամ։ Դե բայց չեք կարծում, որ դա իմ անունը մաքրելու համար, չէ, չեմ կարծում, շատ ուղիղ։ Ինքը ամենայն հայոց կաթողիկոս է, իրեն աշխարհն է տեսնում։ Գուցե քրիստոնեաբար, ներողամտաբար է մոտենում այդ հայտարարությունը։ Ես չեմ կարծում, որ ոչ քրիստոնեաբար է ինքը մոտենում, ոչ էլ ներողամտաբար, ուղղակի վախենում է։ Ինչից։ Վախենում է, որ եթե խոսի կբացահայտվի։ Թող հերքի։ Եվ կներեք, ձեզ անվտանգություն տրամադրված է, թե ոչ, որտեվ այո, տրամադրված է անվտանգություն պետության կողմից, ինչու, որովհետև վերջերս դեպք եղավ մեր տան առաջ 6 տղամարդ եկել էին ահաբեկելու կնոջս երեխաներիս, իդեպ սա իրենց մոտ ստացվել էր եւ ես ուղղակի դիմել եմ, հա, ուրեմն ոստիկանությանը, որ գան ու իմ անվտանգությունը պաշտպանեն։ Ոչ միայն այս դեպքը, այլ նաեւ համացանցում տարբեր մարդկանց կողմից սպառնալիքներ են հնչել իմ եւ ընտանիքիս անդամների վերաբերյալ եւ այս ամենը հիմք է հանդիսացել, որ ես խնդրեմ, որ իմ անվտանգությունը ապահովի պետությունը։ Պետական պահպանությունն է, հա, պետական պահպանության ծառայությունն է։ Այդպես կառույցի անունները չգիտեմ, բայց ոստիկանությունը, այո։ Այսինքն ձեզ ուղեկցում են այստեղ, հետո ձեր տան մոտ բացի ձեզ ուղեկցելական։ Այստեղ մեր տան մոտ 24 ժամյա ռեժիմով իմ անվտանգությունը պահվում է, հաշվի առնելով բոլոր այն սպառնալիքները, որ այս ամբողջ ժամանակահատվածում իմ անձի հետ կապված եղել է։ Եվ նորից ուզում եմ կրկնել, եթե իրենք մտածում են, որ այստեղ սրբապղծություն է եղել վերջին շաբաթը, ես էլ ասում եմ, որ 20 տարուց ավել մայրաթոռի ամենաբարձր մակարդակով, ուրեմն սրբապղծություն է եղել, որովհետև այս մարդիկ ունեցել են եւ նաեւ այլ եպիսկոպոսներ, կանայք, երեխաներ, սիրուհիներ եւ իրենք չեն հերքում սա ինկերային շրջապատում։ Այսքանը։ Եվ կներեք մեկ հարցել, դուք ըստ էության ընդդիմադիր եք եղել, հա, ոնց հասկանում եմ միջև էս վերջին մի քանի ամիսը։ Ես կուսակցություն չունեմ։ Հա, հայացքներով։ Հիմա ինչքան էլ որ ձեր գրառումները հայտ են գալիս անդադար, տեսեք, մի 2020 թվականի մայիսին մի գրառում եք կիսվել, որտեղ ձեր եւ վարչապետի աշխատակազմի լուսանկարն է եւ գրած է ճանաչեք Սորոսի բջերին, հիմա ուշադիր նայեք միջև վերջ ու տեսեք թե ովքեր են իշխանության ներկայացուցիչները։ Սա ինչու եք կիսվել եւ հիմա էլ եք կարծում, որ վարչապետի աշխատակազմում Սորոսի բջեր կան։ 2020 թվականին ես այլ մարդ էի,
այլ մարդ ասելով իմ ինֆորմացիան, տեղեկությունները այնքան չէին, ինչքան որ հիմա են։ Եվ ես այս տարիների ընթացքում ոչ միայն տարիքով կամ գաղափարապես հասունացա, այլ նաև հասկացա, թե իրականում ինչ է կատարվել, ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ ես այո, սխալ եմ եղել ժամանակին, որ այս իշխանությունը քննադատել եմ։ Ինչ բարձվեց, որ այս Պարզվեց, որ այս իշխանությունը ժողովրդի բարեկամն է եւ պարզվեց, որ այս իշխանությունը չի հանձնել Արցախը։ Այսքանը։ Եվ ինչու Տեր Սարգիսին չեք թողնում կապ։ Տեր Սարգիսին ժողովուրդը չի թողնում։ Բայց դուք եք փոխել դուր լուսամուտ փականները։ Դուր լուսամուտ եւ ամեն բան ժողովուրդն է կազմակերպում, ես ոչինչ չեմ անում։